տաճարը պայթեցված էր։ Եվ Տարեցկինը պատասխանում է եւ այդ արտահայտությամբ ֆիլմը հաղթում է։ Ասում է ումն է պետք այն փողոցը, որը տաճար չկա։ Ուրեմն խորհուրդ կտամ ֆիլմը նայեք, իսկապես իհարկե խորհրդային շրջանի, բայց այստեղ տաճարը պարտադիր չի հենց մենք հասկանանք մեր քարե ուրեմն շինությունը կամ նկատի ունենք Սուրբ եկեղեցին, որտեղ բոլոր կրոնների մեջ էր այն վայրը, որտեղ պաշտամունք է մատուցվում, սովորաբար անվանում են տաճար։ Բայց տաճարը ավելին է։ Տաճարը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են հավերժական, մարդկային, համամարտկային արժեքները, եւ այդ արժեքները ոչ միայն մարդ են կերտում, այլ նաեւ այդ կերտված մարդիկ դառնում են այդ արժեքների կրողը եւ տարածողը։ Ուրեմն երիտասարդության հետ կապված, երբ որևիցե հարց է լինում, ինձ մոտ միշտ մի պատկեր է գալիս, օրինակ ինչի հետ ես կհամատեի երիտասարդությունը։ Վստահաբար հույսի, ոչ սիրո, որ ավելի շատ հատուկ է երիտասարդներին, ոչ հավատի, ավելի շատ ես հույսի հետ ուրեմն կկապեի երիտասարդությանը, այդ երեք առաքինություններից։ Ինչու, որովհետև մենք միշտ ակնկալում ենք մեր ապագան լուսավոր հեռանկարային, եթե երիտասարդությունն է կամ այս տարիքային խումբն է լավ զարգացած, լավ կրթված կամ լավ ներդրում է արված այդ տարիքային խմբի վրա։ Բայց սովորաբար երբ ասում ենք երիտասարդները մեր ապագան են, երիտասարդները նեղվում են, կարելի ասել երիտասարդները ներկան են, որտեղ չեն ուզում ապագան, ուզում են ներկայով ապրեն, մանավանդ այսօր այս բանը։ Բայց այդ իմաստով չի, որ ասում ենք ապագան է։ Գիտեք, ծառը եթե գարունը չծաղկի, աշնանը չենք կարող պտուղ հավաքել իր վրայից։ Եվ այս շրջանը, այս տարիքային հատկապես շրջանը ինչով է ուրեմն հայտնի, որը առանձնանում է մեր տարիքային խմբի մարդկանցից։ Ես մեզ եմ ասում երիտասարդ հոգով եմ երիտասարդ, բայց բավական մեծ է։ Ուրեմն Հիսուսին մոտենում է մի երիտասարդ մեծահարուստ, գիտեք այդ պատմությունը, եւ ակնկալիք ունի, թե ինչ պիտի անի, որպեսզի երկնքի արքայությունը ժառանգի։ Ուրեմն իր նպատակակետը երկնքի արքայության ժառանգությունն է։ Հարուստ է, մենք սովորաբար այդ հատվածը որ կարդում ենք, հասկանում ենք նյութական հարստության իմաստով։ Բայց երիտասարդությունը նյութական հարստությունից ավելի, սովորաբար երիտասարդները հարուստ չեն լինում, եթե իրենց ընտանիքից չէ ժառանգությունը։ Հարուստ են լինում այն ուժականությամբ, հարուստ են լինում այն կարողականությամբ, հարուստ են լինում երիտասարդները այն ուրեմն զորությամբ, որը հատուկ չէ դրանից հետո եկող տարիքային խմբի։ Գեղեցկություն, չգիտեմ, ֆիզիկական կարողություն, օրինակ 16-ից մինչև 35 տարեկան հատվածը հատկապես 3 առումով շատ կարևոր է, որը մենք սովորաբար մսխում ենք հասարակական եւ պետական մակարդակի ուրեմն վրա։ Առաջինը, երիտասարդները ֆիզիկապես ուժեղ են այդ տարիքում։ Տեսել եք, բոլոր տեսակի սպորտներում հիմնականում այդ տարիքն է, որ ուրեմն հաջողություն է ունենում։ Ֆուտբոլիստները 35-ից հետո որպես կանոն կոշիկները կախում են, անցնում են մարշչական գործունեության։ Մտավոր առումով իմ ճանաչած կամ իմ իմացած երբ ես շրջան չգիտեմ, բայց իմ իմացած բոլոր մեծագույն փյուտերը արվել են այս տարիքային խմբում։ Դրանից հետո գիտնականները իրենց փորձառության վրա է, որ շարունակում են իրենց գործունեությունը, նորարարությունները։ Բայց այդ հանճարեղ հղացքները Նյուտոնի, չգիտեմ, Մենդելեևի, դրանք բոլորը արվում են այս տարիքային խմբում, որ նշեցի, որովհետև մարդու ուղեղը արագ է աշխատում այդ տարիքային խմբում։ Եվ երրորդ կոմպոնենտը, որը հատկապես այսօր մեր հասարակության մեջ շատ կարևոր է, վերարտադրողականության զորություն այդ տարիքային խմբին է հատուկ։ Լավ, դրանից հետո արդեն խնդրահարույցը, ինչը որ մենք այսօր այսպես ասած վատ գույներով է մեր հասարակությունը երևում, եւ այս առումով, եթե շատ պեսիմիստական արտահայտվենք, հույսի առումով մենք ճգնաժամի մեջ ենք։ Ինչու՞։ Երբ որ մենք պլանավորում ենք մեր կյանքը, նշանակում է մենք ապագայի մեջ տեսնում ենք խոստում։ Եթե ապրում ենք այսօրվա կյանքում,
նշանակում է մենք վախենում ենք ապագայից։ Ապագան այո, երբեմն վախենալու է, ինչու՞, որտեղ անորոշ է։ Այդ վախից է, որ մենք գնում ենք կախարդների, գուշակների, կոֆեի բաժակ նայողների մոտ։ Այդ վախն է, որ մեզ մղում է։ Անորոշ է ապագան։ Բայց օրինակ ես էլ բախտավորներից եմ, որ այնպես ասած անցումային այդ շրջանի մեջ եմ ապրել, այստեղ իհարկե նստած մարդիկ կան, որ իրենք են ապրել, չէ՞, դուք էլ եք խորհրդային շրջան ապրել։ Այն ժամանակ ես շատ լավ հիշում եմ, որ ապագայից չէի վախենում։ Երբ որ ֆիզիկոսը, ներողություն, ֆիզիկայի ֆակուլտետի կամ քիմիայի ֆակուլտետի ուսանողը դաս էր գնում սովորելու համալսարան, ինքը գիտեր, որ ավարտի գործանում տեղ կա իր համար։ Իսկ աշխատանքային առումով եմ ասում։ Հասկանում եք, այսինքն շղթան այդպես կապված իրար հետ գնում էր։ Մյունը վերաբերում ընտանիք կազմել։ Ընտանիք կազմելը դա ապագայի հետ կապված բան է։ Դա հեռանկարային այսօր չի, որ դու դրա ամեն ինչը ստանում ես բարիքներ, ընդհակառակը, մեծ դժվարությունների մի շրջան։ Բայց դա կապված է ապագայի եւ հույսի հետ։ Եվ այս ամենը հատուկ է մեր երիտասարդությանը։ Հիմա ուզենամ վերադառնալ հարուստ երիտասարդի այդ թեմային։ Հարուստ երիտասարդը ինչ էր ուզում Հիսուսից։ Ամեն դեպքում ուներ նպատակակետ։ Իր նպատակակետը որն էր, երկնքի արքայությունը։ Հիմա հույսն էլ է կապված նպատակակետի հետ։ Օրինակ հույները, երբ որ ուզում էին ասել նպատակ, օգտագործում էին սկոպեյո բառը։ Այս բառը ձեզ ծանոթ է տելեսկոպ եւ այս կարգի բառերից։ Նպատակ բառն էլ հայերեն նշանակում է նետ արձակելու այդ կետը։ Լավ, հունարենին բավական մոտ է այդ իմաստով։ Այսինքն դու ունես մի կետ, դեպի որը ձգտում ես եւ քո ուժերը, կարողությունները, ժամանակը, ազատությունը, էներգիան ուղղում ես այդ կետին հասնելու համար։ Այսօրվա մեր հասարակությունը սա չունի մեծավ մասը։ Եվ սա դասական տերմինաբանությամբ կոչվում է նիհիլիզմ։ Ապրում ենք այսօրվա կյանքով։ Նիհիլիզմը Տուրգենևն է առաջին անգամ բառը դրել շրջանառության մեջ։ Բայց սիստեմի վերածել է ավելի ուշ Նիցշեն։ Ինչ է նշանակում։ Հատկապես երեկվան առաջինը չկա նպատակ։ Երկրորդը ինչու հարցի պատասխանը կամ չկա կամ հետաքրքիր չի այլևս։ Եվ երրորդը արժեքները անկում են ապրում, նոր արժեքներ չեն ձևավորվում։ Հետևաբար արժե համակարգում առաջանում է քաոս։ Մեր երկրի լավ հաշվի է սա հատկապես վերջի շրջանը։ Ուրեմն չկա նպատակ, ապրում ենք այսօրվա կյանքով, այսօր ինչ եղավ, իսկ սա ինչի կարող է բերել։ Սա կարող է բերել բազմաթիվ մոլությունների, որտեղ եթե մենք վաղվա մասին չենք մտածում, հետևաբար պետք է ամբողջովին վերցնենք այն, ինչ որ այսօրը մեզ տալիս է հնարավորություն։ Իդեպ ձեզ ասեմ, որ երկնքի արքայության կամ փրկության ճանապարհն է այսօրով։ Երբեք ուշ չէ։ Որը դες մեկը, որ տարիքում կլինի, փրկությունը իր համար միշտ այսօր։ Երբ ուզեց դառնալ դեպի Աստված, փրկությունը իր համար այսօր։ Այսօրվա այդ կետն է, որ մարդուն կապում է հավերժության հետ կամ երկնքի արքայության հետ երիտասարդը։ Իսկ երիտասարդը ինչ ասվեց։ Ասվեց թող ամեն ինչ արի իմ հետևից։ Այսինքն դուրս արի քո միջից, մի պարփակվի միայն դու եւ քո ուրեմն ունեցածը։ Որտեղ այդ ճանապարհը շարժում չի ենթադրում։ Օրինակ մեր եկեղեցու երիտասարդության ակնկալիքը այդ շարժումն է, շարժվելն է, որովհետև եթե չկա շարժում, չկա զարգացում։ Այդ շարժման մեջ մենք կարող ենք հոգնել, այդ շարժման մեջ մենք կարող ենք հիասթափվել, այդ շարժման մեջ մենք բազմաթիվ ցավոց ցանկալի բաներ կարող ենք տեսնել։ Կարող ենք կրթվել դրանով, այս երիտասարդություն եւ հատկապես տաճարի ճանապարհը ընտրած երիտասարդություն այդ շարժման մեջ չի կարող կանգնել։ Եսայի մարգարեության 40 գլխի վերջում լավ հատված կա։
ասում է ով հույսը դնում է Տիրոջ վրա, ուրեմն նա երբեք չի հոգնում իր ճանապարհը գնալիս եւ անընդհատ զորություն է ստանում։ Մենք կարող ենք հոգնել, բայց ավելի լավ է հոգնենք շարժվելիս, քան ձանձրանանք անշարժ մնալուց։ Իդեպ ձանձրույթը մեր եկեղեցու հայրերը համարում էին ծանր մեղքերից մեկը, շատ այդպես չի մտել ցանկերի մեջ, բայց ինչու, որտեվ մենք երբ ենք ձանձրանում, բան չունենք անել, ոչ նպատակ կա, ոչ հատուկ ձգտող բան կա, ոչ մեզ մղող ինչ-որ բան կա, եւ անշարժ ենք մնում, իսկ անշարժության մեջ երբեք զարգացում չկա։ Ավելի լավ է շարժվենք, սխալվենք, սայթաքենք, ոտքի կանգնենք, շարժվենք, հոգնենք, լավ հանգստանանք, նորից առաջ գնանք, բայց այդ շարժման մեջ իսկ եթե հույսը դնում ենք Տիրոջ վրա, արդեն նշանակում է, որ մենք անընդհատ այդ զորությունը ստանում ենք աղոթքի ճանապարհով, Տիրոջ խոսքը լսելու ճանապարհով կամ կարդալու ճանապարհով, մեր բարեգործությունների ճանապարհով, սիրո դրսևորումների ճանապարհով, մեր աշխատանքի շնորհիվ, որը խտացված աղոթք է, եթե բարիք է, նաև հանրույթի համար համընդհանուր բարիք է։ Բայց եթե մենք միայն ներփակված ենք մեր հետաքրքրությունների մեջ, այսինքն ամեն ինչ ունենք, բայց երկնքի արքայության ճանապարհն ենք ուզում ապահովենք ու ապրենք, այդպես չի լինում։ Լավ, երկնքի արքայության ճանապարհը կամ Պաճարի ճանապարհը ենթադրում է, որ դու քո միջից պիտի դուրս գաս դեպի ուրիշը, դեպի համայնքը, դեպի քո նմանը, ավելի լայն շրջանակի մեջ դեպի քո հասարակությունը, քո երկիրը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր ուրեմն կատարել Քրիստոսի խոսքը, թողնել եւ հետևել։ Հոգևորականն էլ թողել, թողնում եւ հետևում է։ Եվ կարող է նաև այդ թողնելու եւ հետևելու ճանապարհի վրա ցախողել։ Բայց առանց սրա չկա առաքելություն, հոգևոր այլ։ Հիմա ինչ վերաբերում է ավելի կոնկրետ ուրեմն խնդիրներին, որ վերաբերում է մեր երիտասարդությանը, ես ենթադրում եմ ակնկալում եմ, որ այստեղ նստածները մեր եկեղեցու երիտասարդներ են։ Վաղուսվանից իհարկե միշտ չի, որ ես հանդիպում եմ երիտասարդների հետ, բայց երբ ժամանակին էլ Արարատյան հայրապետական թեմում, հետո ուրիշ համայնքների երիտասարդների հետ հանդիպում եմ, եղել է, որ մեկ-երկու անգամ եմ, ներողություն, երկուսից ավել անգամներ եմ հանդիպել երիտասարդների։ Երբ որ ես գնում տեսնում եմ, որ միշտ նույն մարդիկ են եւ աճ չկա, ինձ համար ակումբի տպավորություն էր թողնում դա։ Երիտասարդությունը ինքն ասում շարժում է, ինքը չի կարող լճացում լինել։ Այո, պետք է գան երիտասարդական կայքում իրենց ներդրում ունենան այդ հարստությունները, որ ունեն մտավոր, ֆիզիկական, ժամանակի ամենակարևոր բանը ժամանակ, եւ գնան իրենց կյանքը արդեն հաջողած կամ դախողած չգիտեմ, շարունակեն, մեկ ուրիշ սերունդ պիտի գա։ Ու անդադ դա պիտի փոխվի։ Չկարող անշարժ մնալ։ Եվ բացի դրանից, լավ օրինակ ունենք, Անդրեասը երբ որ Հիսուսին տեսնում է առաջին անգամ, արագ գրում եղբորը գրում։ Հասկանաք։ Ուրեմն կամ մենք չենք տեսել Հիսուսին, այսինքն կամ չենք զգացել, կամ մեր չի դիպչել, էլի մեզ, մեր հոգուն, մեր մտքին, մեր կյանքին, որտեվ Հիսուսին դիպչել չես կարող միայն քեզ պահել։ Դա պիտի երևա մարդու ուրեմն կեցվածքի կյանքի մեջ։ Այսօր վերաբի չեն գիտես ինչ մթնոլորտ ու տրամադրությունները, ուրախ, բայց ոչ ամերիկյան այդ զգացմունքային ուրախություն, դա էլ է գրավում, դրա համար են դահլիճներ լցվում։ Սովորաբար մենք հակվածություն ունենք այն մարդկանց հանդեպ, որոնք դրական տրամադրություն են ստեղծում։ Ոչ մի չի ուզում մեկի հետ գնա ուրեմն ժամանակ անցկացնի, որ անընդհատ բացասական նոտայի վրա է կամ բացասական էներգիայի վրա է։ Ուրեմն քրիստոնյայի առաջի կարևորագույն, հենց առաջին թողնող տպավորություններից մեկը այդ դրականն է։ Ուրեմն նախ եւ առաջ մենք պիտի դրանով լցվենք։ Եթե լույսով լցվում ենք, չեք կարող այդ լույսը չարտահայտել։ Էլի եմ ասում, այդ չի, նա կարող է մեկի տրամադրությունը մի օր վատ չի, սա մասին չի խոսք, ընդհանուր պիտի փոխվի։ Օրինակ մեր ծիսահամակարգը։ Եթե ծիսահամակարգը
հետևորդների, հավատացյալների վարքագիծը չի շտկելու։ Համակարգը կամ մի տեղում չի կարող, կատարված է մնացել ներկայից։ Չի կարող չփոխել։ Չի կարող մեկը մտնի պատարագի մասնակցի, վերջում սուրբ հաղորդություն ստանա, հետո դուրս գաս տեսնես եկեղեցու պատին սես գլուխը դրել տխուր, տրտում, արցուկներն աչքերին, ընկալելի չի սա։ Հասկանու՞մ եք։ Այսինքն սուրբ հաղորդությունը, եթե մարդուն չի վերափոխելու, ոչ մի բան չի վերափոխելու, հոգևոր իմաստով։ Ոչ մի բան չի վերափոխելու։ Ուրեմն ծիսական կյանքներ ինքնանպատակ չի, թե ծեսը չի փոխելու վարքագիծը մեջ։ Ուրեմն կամ ծեսը լավ չի մատուցվում, կամ մենք անհաղորդ ենք ծիսական կյանքին։ Ուրեմն սա առաջին կարևորագույն կետերից մեկը, որ մենք դրական, այսպես ասած, տպավորություն թողնենք, որտեղ եթե դրականը չեղավ, մեզ ոչ մեկ չի հետևել։ Եվ երկրորդը, Անդրեասի պես, գնաց Պետրոսին ասեց, ես Մեսիային գտել եմ, ես փրկին գտել եմ, ես ուղին գտել եմ տաճար տանող, այսպես ասած, վերադառնանք մեր խոսքի սկզբին։ Եվ Պետրոս ասաց, գնա տեսնենք, այդ դուք եք դերակատարությունը քիլանք։ Դուք այստեղ նստած ուսանողներ եք մեծ մասը, որոշները աշխատանքային, ընկերներ եք չէ, քանի օգուտ եք որվա մեջ։ Այդ ձեր ընկերը ձեզ տեսնելով, գալիս է եկեղեցի։ Այն ամեն բազմաթիվ բաժանաբանություններ կան, երբ հոգևորական չի սիրում, ես մարդը սևս քեզ չի սիրում, մարդը չգիտեմ հիասթափվել, մեկը չգիտեմ ինչ արել։ Բայց եկեք այդ կա։ Բայց եկեք մեր հետ անկեղծ լինենք։ Մենք այդ ուղղությամբ վկայություն տալիս ենք թե ոչ։ Օրինակ, երիտասարդության համար երկու կարևորագույն ձեզ մատնանշան, այսպես ասած պասպարես։ Մեկը թվային մոլորակն է, համացանցը, չէ՞, որ գոնե ինձ հետ համեմատ դուք վստահաբար պրոֆեսիոնալ եք։ Ես հին սերունդ եմ, այդ առած։ Հայր ոսկանը գիտի ուրա։ Ուրեմն, իսկ դա, եթե նույնիսկ դուք ինքներդ չեք քարոզում, որտեվ որպես կանոն, եթե պիտի քարոզես, պիտի այդ իշխանությունը ունենաս, բացի դրանից այդտեղ շատ նուրբ բաներ կա։ Բայց գոնե կարող եք ձեր եկեղեցու նյութերը տարածել այդտեղ։ Վկայություններ կարող եք դնել թե ոչ։ Այդ մեկը։ Երկրորդը, երիտասարդությունը որպես կանոն շատ է ճանապարհորդում։ Հիմա տեսեք, ես մի օրինակ բերեմ։ Ես մարդ գիտեմ, որը Հայաստանը գալիս է եկեղեցու, աղոթքերով մասնակցում էր ակտիվ երիտասարդը եւ այլն։ Երբ շահեց կրթաթոշակ եւ տեղափոխվեց եվրոպական երկրներից մեկը, այնպես եկեղեցի եւ պետք չի ուրիշ տաճարի ճանապարհը։ Իհարկե խնդիր չի։ Ինքը ունենա ճգնաժամ եւ կգա։ Բայց այս պահին իրեն ուրիշ բան է հետաքրքրում։ Իմ կարծիքով մենք որևիցե տեղ էլ որ լինենք, եթե իսկապես Քրիստոսի հավատքը մեր մեջ ամուր նստած է, վկայություն տալու որևիցե ոչ վախ կա, ոչ անհարմարություն կա, ոչ վճռականության պակաս կա։ Ես վկայություն տալ ասելով նկատի չունեմ նրանց մարդկանց դրած եք աղանդավորների պես ասեք Աստված սա է ասում։ Առաջին հերթին մեր կեցվածքով, մեր կյանքով, մեր խոսքով եւ ակտիվ մասնակցությամբ ուրեմն հոգեվոր, ազգային, մշակութային միջոցառումների վկայություն առաջին հերթին գործով է։ Դա Ուրեմն այս երկու ասպարեզը հատկապես, որ մենք կարող ենք լավագույնս մանավանդ հիմա որևիցե տեղեր գնանք, բոլոր տեղերում էլ արդեն համայնքներ կան ձևավորված, իսկ երիտասարդությունը այդ առումով մեծ էներգիայի, մեծ ռեսուրսի տեր է։ Երկու կիրակի առաջ անառակ գործու առակի, այսպես ասած, կիրակիներ խորից, ես օրինակն եմ բերեմ, թե հարցեր ունենակ, Ուրեմն այնտեղ էլի պատմությունը գիտեք լավ, վերցրեց հարստությունը տարավ մսխեց։ Էլի մենք հարստություն ասելով սովորաբար նյութականն ենք հասկանում։ Հավատացեք, նյութական հարստությունը ավելի հավանական է վերականգնել, ինչ-որ ձևով, քան հոգևոր հարստության մսխումը։ Եթե մեկը այլևս իր մեջ կորցրել է այն արժեքները, որ մարդուն տալիս է հնարավորություն
կյանքում իր տեղը ունենալու հասարակության մեջ, իր մասնագիտական կյանքում, իր ընտանիքում, իր ընկերության մեջ, իր պետության մեջ, եթե կորցնում է այդ հատկությունները, օրինակ դա մեզ վտանգի տակ են այդպիսի մարդիկ, որ բանտ են հայտնում, սա իմ փորձառությունից եմ ասում, շատ բարդ է իրեն համոզելը, որ դու կարող ես վերականգնել, ինքը արդեն կարծում եմ փորձել է արժեքը այլևս իրեն դեչի նույնիսկ ճանապարհով կյանքը, ուրեմն անառակի վատնման ամենա, այսպես ասած, ծանր բանը հենց այդ արժեքները վատներն էր։ Եվ այդ արժեքների վատնումով հասավ ինքը արժանապատվության վատնման, որովհետև խոս պահել սուտ գրային ընկալման մեջ, այն էլ արժանանալ այնպիսի վերաբերմունքի, որ կաղին չեն տալիս, որ առաջնային կարիքը հագեցնի, սա այլևս այն կետն է ընկած վիճակում հոգևոր բարոյական աղբոր, այլևս տեղ չկա կներ։ Բայց այստեղ ինչն է կարևոր։ Ամեն դեպքում այդ ծանր վիճակում հայտնված տղան կամ մարդը կամ հոր տնից դուրս եկած կրտսեր որդին ամեն դեպքում ճիք ու ջանք, որ գործադրում է այդ վիճակից դուրս գալու, որտեղ դա բնական բան է, այդտեղ ապաշխարություն ես չեմ տեսնում։ Սոված է, քաղցած է, պիտի իր առաջնային կարիքը հոգա, ինքը պիտի դուրս գա այդ վիճակի միջից։ Մի բան վերցնենք մեզ վրա։ Երբ որ մենք հայտնվում ենք անելանելի վիճակում, ինչ որ ճանապարհով, ինչ որ ձևով փորձում ենք դուրս գալ։ Մեկը դուրս է գալիս ընդունված ճանապարհով, օգնության ինչ-որ մարդկանց դիմելով, խնդրելով, մի մասը չթույլատրված ճանապարհներով, որ հիմնական մասը հենց այդ ճանապարհն էլ ընտրում է, օրինակ վատ վիճակի մեջ հայտնվել գնալ կախարդի մոտ, ինչ է, եթե ոչ ընտրություն այս վիճակից դուրս գալու։ Ծանր ճգնաժամի մեջ հայտնվել եւ դիմել թմրանյութի, ինչ է, եթե ոչ այս ճանապարհից դուրս գալու ճիք։ Ես չեմ ասում ամենավատ տարբերակը կամ ուժներից որևիցե մեկը նետելու եւ կյանքին վերջ տալու։ Դա էլ է ճանապարհ։ Մարդը, որ այդ քայլին դիմում է, իր այդ վիճակից դուրս գալու ճանապարհներից մեկը այդտեղ է գտնում։ Հիմա այս առակի ամենակարևորագույն կետերից մեկը այն է, որ անառակը տան տեղ է հիշում էր։ Ինքը տարբեր ճանապարհներ ունեն, այնպես չի, որ չէր կարող կյանքին վերջ տալ, բայց ինքը ընտրեց իր տան ճանապարհը։ Այս սա շատ կարևոր է, որ մենք եկեղեցու կամ տաճար տանող փողոցը, տաճարի տեղը շուտվանից իմանանք։ Հատկապես սովորեցնենք մեր երեխաներին, որովհետև տարիքային մի խումբ կա, ոնց ուզում ես արա, էքսպերիմենտ ես անելու, թող ոչ մեկ չխաբի ուրիշների միջոցով էլ ինքն իրեն։ Չէ, հասուն տարիք կա, մի որոշ ժամանակ, ենք անընդհատ իրենց երիտասարդությանը բնորոշ շրջանն է։ Երիտասարդությունը այս դառնում է տարբերվում, որ մենք կարող ենք հանդել։ Ինքն իրեն իր շրջապատին է, եւ շատ հաճախ նաեւ այդ համարձակությունն է, որ նաեւ բերում է մեծ նվաճումների։ Իսկ այստեղ վախենալու խնդիր չի։ Վախենալու խնդիրը այդտեղ չի, վախենալու խնդիրն այն է, որ մենք հետդարձի ճանապարհը չփորձենք։ Եվ հիշենք, որ ամեն դեպքում կա տուն, կա տաճար, որտեղ մեզ սպասում է, որտեղ մենք կարող ենք վերափոխվել։ Եվ տաճարի հետ կապված ես մի օրինական ուղղություն։ Մենք մեր տաճարում ինչ ենք տեսնում։ Որը կարևոր առաջնային կետերից մեկը սուրբ սեղան։ Ամեն դեպքում սեղան, հիմա ասում ենք սուրբ սեղան է, որտեղից մենք սնվում ենք։ Ամեն դեպքում մեր սնունդը, որ այդ սեղանից վերցնում ենք, նաև նյութական է, հացի և գինու տեսքով, չէ՞։ Մյուս սնունդը, որ տեսնում ենք, կամ մյուս պատկերը, որ տեսնում ենք, գիրքն է, ճիշտ է, և գրքի կողքը երկու մոմ, միշտ կողքի գալիս պահացն, այսինքն լույսը։ Եվ ընդհանուր տաճարի այդ միստիկ մթնոլորտը գմբեթի տակ։ Ես սա ուզում եմ բացատրել ավելի վկայության խորան և 5 կտակարանան տաճարի տեսքով։
Երբ որ վկայության խորհուրդը սարքվում է 5 տականում, որ հետո կփոխանցվի արդեն Երուսաղեմի տաճարի Սողոմոնի սարքած։ Ուրեմն մենք մտնում էինք տաճար, աջ կողմում դրված էր առաջավորած հացը սեղանի վրա, որը անընդհատ պիտի լիներ։ Այդ հացը, որից օգտվում էին այնտեղի սպասավորները, ոչ որ առաջավորած հաց, այսինքն կար հաց։ Ցախ կողմի վրա դրված էր մենորա։ 7 աստղանի մոմակալը մենորա են անվանում որպես լույս։ Եվ ուղիղ դիմացը գտնվում էր սրբություն սրբոցը։ Էլ Աստծո ներկայության, շոշափելի ներկայության վայրը, որտեղ տարվա մեջ մեկ անգամ միայն իրավունք ուներ մտնել քահանայապետը։ Այն էլ Յոմ Քիփուրի խաղության օրը իր եւ իր ժողովրդի մեղքերի համար ողջունել։ Ուրեմն տեսանելի հոգևոր իրականություն, նյութական իրականություն աջ կողմում եւ ձախ կողմում, ուրեմն լույս կամ գիտություն մտավոր իրականություն այսպես ասեմ։ Ուրեմն սրանք բոլորը շատ կարևոր են, որ լինեն եւ մարդու կյանքում, եւ հասարակության կյանքում, եւ համայնքների կյանքում հավասարապես։ Առանց գիտության, ես մի բան պետության կտրվածքով ասեմ, առանց գիտության տնտեսություն չի զարգանում։ Ճիշտ է։ Բայց առանց տնտեսական միջոցների գիտություն չի զարգանում։ Այսօր մեկ YouTube-ի վրա տեսնում եք ինչ-որ մի շարլատան գյուտա արել, ունաթա գալիս պաշտպանության նախարարության վրա, սրա վրա լազար եմ ստեղծել, ոչ մի քիչ չի, բանի տեղ չի դնում, չգիտեմ զենք եմ ստեղծել, որ սա Թուրքիան հոդոսացնելու, շարլատաններ, բարձվանյան, որտեղ մանավանդ զենքեր ստեղծել, դու ունենաս փորձարարական տեղ են, ինստիտուտներ, որտեղ փորձարք ես, Հայաստանում հնարավոր չի, որին հնարավոր կստեղծեին։ Դա շատ շարլատանություն է։ Այդպիսի գյուտեր անելու համար պետք է միջոցներ, ուրեմն գիտություններ, փող կապակցված են սրանք բոլորի իրար հետ։ Եվ այս բոլորի թագավորը կամ թագնուտսակը հոգևոր իրականությունն է, որովհետև մարդու օրինակով առանց հոգևոր իրականության չկա ֆիզիկական իրականություն։ Առավոտյան, երբ որ արթնացել եք եկել եք եկեղեցի, ձեր հոգևոր ներաշխարհն է ձեր քայլերը ուղղել, ձեր ֆիզիկական քայլերի շարժը ձեր հոգևորն է զսպանակել, որ դուք եկել եք։ Ոնց որ չկա առանց ուրեմն մարմնի հոգի, այդպես էլ առանց հոգու չկա մարմնի ֆիզիկական վիճակ։ Ուրեմն սրանք այս երկը շատ կարևոր են, որպեսզի մենք միաժամանակ սրա դաշտում լինենք, չզեղչենք որևիցե մեկը։ Եվ մեր կյանքում այս իմաստով կարևոր է եւ մարմինը, եւ հոգին, եւ միտքը։ Սրա հետ կապված բոլոր կարողություններն ու զորությունները ծնված օրվանից մենք ունենում ենք։ Բայց որպեսզի դրանք զարգացնենք, մեզ ինչ է պետք։ Պետք է ուզենանք, որ զարգացնենք։ Որովհետեւ էներգիան, այսպես թե այնպես, մենք ծախսում ենք։ Սնունդը ստացա, քնեցին, էներգիա ստացա, ճիշտ է, կուտակվեց։ Այսօր պահքի շրջանում ենք հիմա գտնվում, սա էլ սրա հետ մեծապես կապված է։ Այդ էներգիա ֆիզիկայի օրենքով պետք է փոխակերպվի ինչ-որ մի բանի, չի կարող այդպես մնալ։ Հիմա մեկի կյանքում այդ էներգիան փոխակերպվում է հանճարեղ ստեղծագործության, այդ հանճարեղ ստեղծագործությունը կարող է լինել արվեստի, կարող է լինել գյուղատնտեսության, կարող է լինել զավակի ծննդյան, ես ինչ իմանամ, այս որ էներգիա ուղղակի ոչ թե անիմաստ կոնվերտացիայի ենթարկում ուրիշ բանի, այլ արժեքի է վերածվում։ Եվ դրան զուգահեռ մենք ունենք, որ այդ էներգիան կարող է ամբողջ օրը ինչ-որ մի սրճարանում նստել, ինչ-որ մի համակարգչի առաջ, տոտոյի առաջ նստել եւ այդ էներգիան տանել։ Այս մարդը սպորտսմեն է, չէ՞, ճիշտ է հիշում։ Մենք նայում ենք, պարծենում ենք մեր սպորտսմենների, մարզիկների մեդալներով, չէ՞։ Բայց այդ մեդալների հետևը հենց այդ էներգիան է, որ կոնվերտացիա է ենթարկվել, վերջում դարձել է հաղթանակ։ Եվ Պողոս Առաքյալը այս օրինակը բերում է, ատլետի օրինակն է ինքը բերում։ Էլի մեզ հիշեցնելով հույսի, նպատակակետի
արկայությունը կյանքում եւ դեպի դա ցկտելու մեր ուրեմն կարողություն եւ մեր ցանկությունը, մեր վճռականությունը։ Ես այսքանով ուղղակի փորձեցի իմ մտքերը ձեզ հետ կիսել, եթե հարցեր կան կապված երիտասարդության, հույսի այս թեմաների հետ առաջնային այդ հարցերը տվեք, իսկ եթե ուրիշ հարցեր կլինեն, ես իրոք պատասխանեմ։ Ինչքան ժամանակ ունենք։ Մոտավորապես 40 րոպե խոսեցի, իսկ ես ժամ եմ պլանավորում։ Համեցեք։ Բան կա, ով է կազմակերպում հարցերն ու լավ, ես կանեմ։ Մի հատ գիտեք ինչ կուզեի նախ ճշտել, էջմիածնեցիներն ովքեր են։ Գյուղերն էլ հայտահաշված։ Լավ։ Չէ, այս ռասիզմի դրսևորում չի, այս հանդիպումը ծագել է էջմիածնի երիտասարդների, այսպես ասած, շարժում կամ այս կառույց չասեմ, բայց ծրագիր անելու հետ կապված ուղղակի միամտություն են արել, չեն գրել էջմիածնի հավատացյալների համար։ Ես պետք է որ իմանանք էջմիածնի երիտասարդությունը, ինչպես։ Իսկ կարող եք պայմանավորվել հաջորդ հանդիպումը Երևանում։ Ես հանդիպումներ ես չեմ հասկացնում, ես ուզենայի հանդիպումներ Համեմատություն անեմ նույն անավետ գործու հետ։ Դուք նշեցիք, որ մի երիտասարդ գնացել է ու այլևս կտրվել է եկեղեցուց։ Եվրոպայի գնացել ու կտրվել է։ Չէ, ես մի օրինակ եմ ասում, բայց ասում եմ օրինակով եմ ասում։ Բայց եթե երիտասարդը եկեղեցու մեջ է, բայց հեռացել է Աստծուց, այսինքն ինչ-որ իներցիայով է գալիս, ինչ-որ այլ բաներ են իրեն բերում եկեղեցի, ոչ այդքան հոգևոր, ինչ խորհուրդ կտաք, ինչպես վերադառնալ։ Ամեն դեպքում մի բանը լավ է, որ եկեղեցու ներսում է։ Այնպես չի, որ մենք կանգնում ենք աղոթքի կամ պատարագների, այնպես ամբողջությամբ Աստծո առաջ կանգնած ենք։ Լավ, ես չեմ ուզում էլի, որ երիտասարդը, որ եկեղեցիա գալիս, բայց հոգով այնտեղ չի, քննադատ է։ Շատ այսպես դա հետո պտուղի տեսքով արտահայտվելու, այդպես աննշան չի մնում այդ հարցը։ Բայց լավ է, որ տան մեջ է ամեն դեպքում, ոչինչ, կամաց։ Հիմա ժամանակին այսպիսի փորձառություն ունենք, ժամանակին լավ գիտեք, մեծ պահքով էր պահում մանավանդ երիտասարդության շրջանում, դիետա էին պահում։ Ասում ենք լավ, թող պահեն, մի տարի դիետա կպահի, երկրորդ տարի կսկսի, ես այսօր զանգ եմ ստացել, այդ դիետա պահող երկար տարիներ, երկու քույրիկներ այսօր իզիս պատարագամատույց էին ուզում, որ գային իրենք այսպես, հասկանում, այդպես է զարգացում։ Այո, մի տարի այդպես կլինի, հաջորդ տարի մեկ ուրիշ ձև կլինի։ Ես չեմ ասում, բայց ես ուզում ասեմ, բայց ավելի լավ է եկեղեցին ներսում լինի, իրենք քայլեր անեն, ինչ քայլերով, նորից վերականգնեն Աստծո։ Ինքը պիտի ուզի, երբ որ ես քաղցած եմ լինում, իմ ոտքերը ուղղում եմ հաց ուտելու վայր։ Դա կլինի խոհանոց, դա կլինի ճաշարան, դա կլինի ռեստորան։ Լավ։ Քաղցած մարդը չի կարող չգա։ Այլ խնդիր է, որ ինքը կարող է այդ վայրը ընտրել, ասի այստեղ ավելի լավ հաց է տալիս։ Հասկանում եք։ Քաղցած մարդը չի կարող չվերադառնալ, չի կարող չգա։ Այստեղ ուղղակի ես արդեն նշեցի այդ խնդիրը։ Խնդիրն այն է, որ այդ մարդը իր տան տեղը պիտի իմանա, որ այդտեղ վերադառնա, շեղվելուց հետո վերադառնա, չընտրի ուրիշ ճանապարհ։ Որտեղ բոլորն ես այդ անում, թող որևիցե մեկը լավ չխաբի ոչ մեկի։ Համեցեք, ով էր։ Ձեր անունը ինչ է։ Նարեկ, ձեր անունը, որ հարց եք տալիս, Ագապ։ Այդ մարդկանց մեջ այս թերը հավատությունը, այսինքն մարդիկ
Ուրեմն առաջի կետը այդ մարդը ով ձեզ տեսնում է։ Ուզի ձեզ տեսնում։ Օրինակ, ճգնաժամի մեջ ու հաղթահարում եք հավատքը։ Սա լավագույն դասերից մեկն է, որ այդ ձեր ասած, ձեր ընկերը, ձեր շրջապատի մարդը երբ հայտնի ճգնաժամի մեջ, ասի, որ նարեկ դեպի ճանապարհը։ Որտեղ շեղումները հիմնականը տեղի ունենում ճգնաժամային պայմանը։ Եվ իդեպ ասեմ անհավատության մեջ է ճգնաժամի պայմանը։ Յուրին շրջանում հավատալը հեշտ է։ Դեռ ինչ խնդրեմ եք հավատում եք չէ։ Եկեղեցի գալը, նո վառելը կամ ուստերի գնալը դա հավատքի նշան։ Հավատքի ռեալ նշանը ճգնաժամի ժամանակ դες սպառնում։ Այս է հավատքի իրական դրսևորումը։ Այո, կտեսնի, որ նարեն ճգնաժամի ժամանակ ինչպես է հաղթահարում այդ ճգնաժամը, հավատքով, Աստծուն ապավինած, առանց բացասական, այսպես ասած, էներգետիկայի տարածման, վստահ եղեք ձեր վերաբերմունքը ինչ-որ մի բան է մարդուց։ Այսօր շատերը շեղմած ճանապարհից եկեղեցի են գալիս։ Ես վստահ եմ, որ նաև ձեր շնորհիվ է։ Մարդիկ վստահ են, որովհետև տեսնում են, թե ինչպես են հաղթահարում։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու անոր պատկերը, որ տեսեք, ես իրենց ներսը լավ ուսումնասիրել եմ, շատ լավ գիտեմ։ Այնտեղ ամեն ինչ չի, որ այսպես ասած ճիշտ է եւ հոգեվոր է, բայց իրենց թողնեն։ Ես մեզ դառնամ։ Հիսուս երբ որ իր առաքյալներին ընտրում էր, իսկ Հիսուս առաքյալներին ինքն ընտրեց։ Հենց հստակ ասում է. Ես ձեզ ընտրեցի ասում, ոչ թե դուք ինձ։ Եվ ընտրությունը տեղի ունենում աղոթքի միջից, ուրեմն Քարոս վարդապետական ուսուցումներից մեկից առաջ։ Հիմա հարց. Հիսուս եթե ճանաչում էր իր աշակերտներին, չգիտեր, որ նրանցից մեկը իրեն մատնելու է, նրանցից մյուսը ուրանալու է, երրորդը ուրեմն անհավատություն է դրսևորելու, որ հետո ավելի ուժեղ խոստովանություն է անելու։ Հիսուս շատ լավ գիտեր, փախչելու են ի վերջո։ Հիսուս այս աշակերտների հետևությամբ ցույց տվեց, որ իր հետևորդների կյանքը այսպես է լինելու։ Պատրանքներով պետք չի ապրել, եկեղեցում չի կարող չլինել Հուդա, չի կարող չլինել Պետրոս, եւ ուրացող եւ սխրանք գործող։ Չի կարող չլինել անհավատ Թովմա եւ նաեւ ամենաուժեղ վկայություն տվող։ Սրանք նորմալ բաներ են։ Չէ՞։ Եթե Հիսուսի շրջապատը այդպեսին է։ Մենք հիմա հեռավորության վրա ամեն ինչ կրիստալ ենք սարքել, յուղեղացրել։ Պետրոս առաքյալը այն ինչ որ արեց, դրանից հետո ինչ արեց իր կյանքով մեկ։ Չէ՞։ Հուդայի ու Պետրոսի տարբերությունը ո՞ր է, երկուսի ճակատագիրն էր մահն էր, ընդ որում բռնի մահը։ Կախվելն էլ է բռնի մահ։ Երկուսն էլ կախվեցին իրականության մեջ, չէ՞։ Պետրոսին գլխի վրա խաչեցին, Հուդան էլ ինքն իրեն ծառից կախեց։ Բայց տարբերությունը ո՞րն է այս մահվան հեռանկարի։ Որ մեկը ինքն է դա անում բոլոր հույսի թելերը կտրելով։ Այն մյուսը, որ իրեն իր գործունեության արդյունքում են մահվան ենթարկում։ Այս երկրորդի դեպքում այդ մահը նաև ծլարձակում է։ Համայնք է մեծացնում, համայնք է զորացնում։ Գործ կառավարության մեջ այս առումով մի շատ սիրուն հատված կա։ Ստեփանոսի քարկոծումից հետո ասում է Երուսաղեմի համայնքում մեծ հալածանք սկսվեց եւ բացի առաքյալներից բոլոր հետևորդները փախան քաղաքից դուրս տարբեր տեղեր։ Եվ Ղուկասը նշում է, որ հենց այդ սփռումը դարձավ քարոզչական գործունեության հոգևոր սերմը ցանելու եւ նոր պտուղներ աճեցնելու լավ հնարավորություն։
Այսինքն Ստեփանոսի նահատակությունը այս իմաստով ծառայեց Աստծո խոսքի տարածման, արյուն, որը նպաստում է Աստծո խոսքի տարածման։ Ուրեմն սա էլ կա, բայց Ստեփանոսի կողքին նաև կա Անանիա եւ Սափիրա, որոնք զբաղվում են հոգևոր վաճառքով կամ հոգևոր խարդախությամբ եւ պատժվում են մահվան։ Դրանից հետո Քրիստոսի ընդհանրական եկեղեցին բազմաթիվ Անանիա եւ Սափիրա է տեսել, բայց չեն մահացել, ուղղակի ցույց է տրվում այդ մի օրինակով, որ այդ արարքը մահվան է արժանի պատժի։ Բայց Աստված ողորմած է թողնում, որ այդպիսի բանը տեղի ունենա։ Եկեղեցին այդպիսի մեկը չի հիասթափվել։ Ուրիշ Ամեն դեր անունը դուք որտեղ եք Լուսինե? Ակնալիջից։ Ակնալիջ, մի հատ դուք Երևանից։ Երևան, Նարեն, Նշնացից։ Ասեք Լուսինե։ Երբ որ խոսեցիք ճգնաժամը հաղթահարելու մասին, ես առիթ եմ ունեցել ընկերներից մեկին պատմելու, որ ես ճգնաժամից դուրս եմ եկել հոգևորական օգնությամբ։ Ու այդ ժամանակ ինքը նույնպես գտնվում էր ճգնաժամի մեջ, բայց դրանի պատասխան ասեց, որ դե լավ ինչ հոգևորական, ես գնամ հոգեբանի մոտ, հոգեբանից աջակցություն կստանամ։ Հիմա ոնց բացատրել երիտասարդներին կամ ինչու հենց հոգևորականին ընտրել, ինչու գնալ եկեղեցի։ Իսկ դուք վստահ եք, որ հոգևորական օգնենք։ Դե իր խնդիրը ավելի շատ այնպեսին է, որ հոգևորականը կարող է օգնել։ Լսեք, երբ որ մենք ասում ենք եկեղեցի, չէ՞, մի բան պիտի մի փոքր իրարից տարանջատենք։ Լավ, այսպեսի հակառակ կողմով կա։ Հիմա մեկը ճգնաժամի մեջ է դիմում է հոգևորականին եւ պարզվում է, որ ավելի է վատանում վիճակը։ Հիմա այդտեղ դուրս է գալիս այդ մի դրվագով, որ եկեղեցի չի կարողանում օգնել այդ մարդուն։ Կամ մի բժիշկ ծախողում է բուժօգնությունը, դուրս է գալիս, որ ամբողջ ուրեմն առողջապահական համակարգը չի կարողանում օգնել։ Կարող են այդպիսի դրվագներ լինել։ Նայած թե մենք ինչին ենք դիմում։ Աղոթքի ուժին ենք ապավինում, ապաշխարության ուժին ենք ապավինում, որը ենթադրում է նաև հոգևոր, այսպես ասած, դեղամիջոցների տրամադրում։ Իդեպ ձեզ ասեմ, հոգևորականների մոտ նաև հոգեբաններ են գալիս օգնության։ Եվ կարող են նաև հակառակը լինել հոգևոր ասպարեզի մարդների, որ որոշ հարցերում լինի հոգեբանի։ Եթե քրիստոնյա հոգեբանը ինչու չդիմել։ Ես հոգեբաններին չեմ դիտարկում հոգևորականների մրցակից։ Շատ լավ պատկեր կլինի, եթե հոգեբանը լինի քրիստոնյա եւ իր եկեղեցու արժանապատվի կրող։ Շատ լավ։ Եվ շատ կուզենայի, որ մեր հոգևորականները մանավանդ նրանք, ովքեր խոստովանություններ են ընդունում, ունեին նաեւ հոգեբան։ Ստանային որոշակի հոգեբանական կրթություն։ Որտեղ մենք կարող ենք նաեւ վնասել։ Չէ՞։ Այդպիսի մի անեկդոտ կա։ Արին օգտագործը պատմում։ Երկու հոգեբան խոսում են իրար հետ, մեկը մյուսին հարցնում է։ Իվանն է իր պարանոիկ անդրկողում է մարդասպաներին, ինձ հետապնդում է մարդասպաներին, ինձ հետապնդում, ինչ եղավ։ Ասում է դե բուժումը լավ սկսել էինք, բայց խեղճին սպանեցին։ Մի քիչ դառնալով պիտի պատասխանատու։ Համեցեք։ Ես արտահայտում Երևանից հարցը ստանում եմ ինչպես պայքարել են երևույթներ, որը բնորոշ է բոլորիս, որը անտարբերություն է։ Ես տեղակոմս որպես պատրաստի այդ անտարբերության խորքերի եթի կարող ենք միսի հապակային նկատման վերաբերում։ Ինչու ենք անտարբեր։ Որտեղ աստիճանաբար մեր ներսում հասել ենք զգայունություն։ Ձեզ ասած նաև արմատները որտեղից կարող են գալ։ Վերջի շրջանում ես տեսնում եմ, որ մեր երիտասարդ ծնողները որոշակի առումով մանկավարժության, մանուկներին դաստիարակման հարցում գերազանցում են
ասենք մեր շրջանի ծնողների լավ իմաստով գերազանցում, բայց նաև որոշակի կոպտագույն սխալներ են իհայտ եկել, որոնցից մեկը երեխային չզրկել ոչ մի բանից։ Այս սա ապագայում ձեր ասած անտարբերության արմատներից կարող է լինել, որ մարդը ամեն ինչ ստանում է, այլևս ցանկություն չունի, բթանում է իր մեջ ցանկություն ու զգայունությունը։ Գիտեք չէ՞ որ ցանկությունները Աստված մեզ որպես պարգև է տվել։ Որևիցե մի բան, որը մենք ծնված օրվանից ունենք որպես կարողություն, դա պարգև է։ Դա այդ թվում նաև մեր ախորժակը։ Մեղք են համարվում այն երևույթները, որոնք այս կարողությունների գերազանցումն են։ Դա եւ նույնիսկ ինչ է Քրիստոնեություն, այսինքն հինկտականում արդեն այդ մարդու չափի զգացողությունը կերտելու միջոցառումները արվում էին, բայց հին հույներն էլ հասել էին դրան։ Օրինակ, եթե դուք նայեք Դելֆյան տաճարի պատի գրությունները, որ մեզ ավելի շատ հայտնի է ճանաչի ինքդ քեզը, որտեղ երկու բան կարող ես հասկանալ, նախ ճանաչի քո արժեքը, կարողությունները, բայց նաև քո սահմանները։ Երկրորդը, մենք սովորաբար Սոկրատի միջոցով, Պլատոնի միջոցով այն մեկն է շատ տարածված, բայց երկրորդը չափի մասին է, ասում է ոչինչ չափից ավելի։ Բայց մեր մայրիկները, երբ որ ճաշ են սարքում, իրենք աղը օգտագործելու չափ գիտեն, չէ՞, երբ որ մի քիչ չափ անցնում են, աղը արդեն բան է, կերակուրը չի լինում ուտել։ Երբ որ երեխաներին մենք դաստիարակում ենք այնպես, որ ինքը ունի ամեն ինչ եւ ցանկանալու այդ ձգտումը, այդ կարողությունը թուլանում է, գալու է մի շրջան, որ ինքը անտարբեր է լինելու իր կյանքի նկատմամբ, իր շրջապատի նկատմամբ, շատ բաների նկատմամբ։ Ես չեմ ասում հակառակ առումով զրկած պահենք, բայց ես օրինակ նման ընդունելի չի կամ անհասկանալի է, երբ որ ամեն խաղալիք ունի երեխան։ Ու ուշադիր նայեք, տեսեք, որ այդ երեխան այլևս չի հետաքրքրվում։ Դա շատ արագ է երևում։ Մենք շատ հարցերի պատասխաններ փորձում ենք ընտրել հոգևոր, ուրեմն դաշտեր, թեպետ սրանք են հոգևոր դաշտ, հոգևոր նկատմամբ կրոնական, բայց մեր բոլոր խնդիրների արմատները գտնվում են մանկության և մանկության դաստիարակության շրջանում։ Այդ շրջանը, երբ որ սխալ է դրվում, օրինակ հոգեբանները, ձեր մատնանշած, բայց գիտնական հոգեբանները, ինչ էին նշում, ասում են 6 տարեկան երեխան ձևավորվում է, ուրեմն վերջնականապես, ինչ իմաստով, թե ինքը ինչպես է զգում աշխարհը եւ ինչպես է ուրեմն մեկը զգում, մեկը տեսնում այդ աշխարհի քարտեզը։ Այս 6 տարվա մեջ ինքը ես ձևը նկատում եմ, ինչպես է զգում, ինչպես է տեսնում, ամբողջ կյանքը հետո դրա վրա է կառուցվում։ Հասկանում եք, այսինքն այդ անտարբերության, իսկ հաղթարելը շատ բարդ է, այո, շատ։ Անտարբերությունը մեկի հաղթարելը, եթե արդեն հասել եք ու իրեն ոչինչ չի հետաքրքրում, դա նաև ասեմ ձեզ, հիվանդություն կարող է լինել ֆիզիկական եւ նաև ուղեղի հետ կապված։ Բայց անտարբերության ձևավորման արմատները նախ գտնվում մեր դեպքում ինչպես են զավակ դաստիարակում։ Եթե ամեն ինչ նստում ենք իր դեմը, իր հետաքրքրությունը, իր զգայունությունը պակասելու է։ Մյուս բանը, որը մեր մեջ արմատավորվում է, դա ինֆորմացիայի առատությունը, մանավանդ այն ինֆորմացիայի, որը վերաբերում է մարդկային ճակատագրերի ողբերգությանը։ Մեր մեջ կաթիլ ձևավորվում է զգայունության գթացում, անապատացում ես կասեմ, այլևս մեզ չի դարձնում, որտեղ ինչ է տեղի ամենը մենք լսում ենք դրա մասին։ Հետևաբար իմ խորհուրդը այդպիսի ինֆորմացիան հնարավորինս, որտեղ դուք աղոթեք միևնույն է, մեր եկեղեցու ծիսակարգ հետևս ստեղծված պարտադիր չի իմանաս, որ ասենք 3 շաբաթ առաջ Թայլանդում երկրաշարժ ա եղել, 1000-ից ավել մարդ է զոհվել, միշտ էլ եղել է։ Պարտադիր է, որ դու ամեն օր աղոթես այդ կարգի մարդկանց եւ այդ դժբախտ պատահարներին։ Հիմա որ իմացա ինչ ա լինում։ Հավելյալ բթացնում ես քո զգայունությունը, որտեղ ինչ կա անես։ Մերը։ Հա, բայց եք դարձել։
ավտոբուս են ելել Հայաստանում 35 ասեն։ Հա, այնքան են այս ինֆորմացիան տվել, արդեն անտարբեր են դարձել։ Որը մեր այո գտածել է պաշտպանական ռեակցիա։ Շնորհակալ, սիրո, համեց։ Այս իրավիճակում եթե մենք հիմա օրինակ գնանք ու մեր շրջապատում տարբեր մարդկանց ասենք կամ մեկ եզրացկոտ ցույց տանք, որ դա եկեղեցի, իմ մոտ շատ հաճախալու է, որ ինձ հանդիպում է մարդիկ, ովքեր եկեղեցում հոգեբանների կողմից սխալ հասկացվածության կամ սխալ բաներ տեսնելու կամ սխալ ինֆորմացիա ստանալու պատճառով նեղացածներով հոգեբաններից ասում են, բայց այս բան կա ես չեմ կա ես այս բանը տեսել, ոնց ճիշտ պատասխանես այդ մարդկանց իրավիճակում, իհարկե ես միշտ պատասխանում, այդպես հասկանամ ոնց ճիշտ պատասխանես, որ հոգեբանական մասին բան լսելուց կամ տեսնելուց շատ դեպքերում նեղացածությունը քեզ չխանգարի որ գնաս եկեղեցի։ Տեսեք, երբ որ մեկը ասում է ես չեմ գալիս եկեղեցի, որտեղ հոգեբանական ինձ օգնել է, դա առաջարկի նշանակում է ինքը եկեղեցու երկին չի եղել։ Ինքը չգիտի եկեղեցի ինչ է։ Ինքը չգիտի եկեղեցու հարկապես երկու խորհուրդները, ես չավելացնեմ ապաշխարություն։ Եվ ինքը ընդամենը հավատացյալ է այսպիսի պատկերով։ Սա կլինի կգնա սակի ոնց որ մյուսներն են անում, առիթ կլինի հանել կամ չգիտես թավումը կանեն, սա բավարար է։ Ուրեմն, եթե մարդը հոգևորականի պատճառով չի գալիս եկեղեցու սնունդից օգտվելու, որը սուրբ հաղորդությունը, այդ մարդը պետք է բացատրել ինչ-որ սուրբ հաղորդություն։ Օրինակ ես կարծում եմ, իմ փորձառությունը դա է ցույց տալիս, եթե բացառություններ կան, գուցե լինեն, մեր եկեղեցում սուրբ հաղորդություն ստացող մարդիկ երբեք աղանալու չեն կարող, եթե գիտեն դա ինչ է։ Հիմնականում շեղում են մարդիկ, ովքեր բոմբարդում են։ Եվ երկրորդ կարևոր, սա հանի իմաստով ընդունեցին, որ այդպես է հոգևորականի օգտել։ Մարդիկ շատ հաճախ ուզում են, որ հոգևորականը պատահի, որպեսզի իրենց եկեղեցի չգալը արդարացվի։ Սա ուսումնասիրված, հաստատված հոգեբանություն է մի զգալի հատվածում։ Իրեն պետք է, որ հոգևորական է։ Դա նաև վերաբերում է շատ սպուրքային, որոնք սպուրքայի չասեմ, դա Հայաստանից ժամանակին արտագաղթած։ Իրենց պետք է, որ Հայաստանը պատմի, որպես իրենց արտագաղթած լինելը արդարացում։ Բարձր ասեք, որ շատ է նշում է, քանի թեման անձի կատարեցին ես սպուրքային, ես էլ աշխատանքիներով շատ եմ նշում։ Գերվիտ գնաց։ Ես ես զգում եմ առանձնացել, շատ երևանիկ է։ Ամեն դեպքում հավերացնել Հայաստանի դեպքի նոր կան։ Ես էլ միշտ շատ շնորհակալ եմ մեկի կանխատեսումները միշտ շնորհակալ եմ մարդը։ Տեսեք, ես իհարկե նոր թեմա չեմ բացի այդ առումով, թեման չտանենք այդ կողմ, թշնամություն, ընդհանրապես մենք մեր ներսում պետք չէ, որ իրար թշնամանանք։ Այո, մեկը պետք կարող է լինել, մեկը կարող է սխալ կեցված ունենալ։ Քրիստոնեության և քրիստոնեության ուժը հատկապես, եթե ուզում ենք մենք մեր եկեղեցին ուժեղացնենք, հենց սրա մեջ է, որ դու կարողանում ես քեզ դրսևորել այնքան բարձր, որ ինքը իր վերաբերմունքից ամաչում է։ Կարող եք հասնել սրան։ Սա դժվար բան է, սա հեշտ բան չէ։ Ներելը, հավատացեք, այդքան դիմացինին չի առնչվեն ում դու ներում ես, ինչքան ինքը քեզ դու կարողանաս նախ քեզ բուժել, հետո քո մեծությունը ընդգծել, նոր դրանից հետ քո առողջությունը, այսպես ասած։ Նոր դրանից հետո երրորդ քայլն է, ով որ պիտի ներվի, ներգրավում է քո առողջության դաշտը չէ։ Ներելը մոռանալը չէ, ներելը անտեսելը չէ, ներելը նախ եւ առաջ բուժվելն է, վերք բուժվել, որտեղ ինքն ներես, որ քեզ վերք է հասցնում։ Այս իմաստով դա մեծ վկայություն է, ներելը շատ ուժեղ մարդու քայլ է։ Բազմաթիվ դրականության մեջ օրինակներ կան։ Դուք կհիշեք Թշվառներ գիրքը եպիսկոպոսի կերպար է Հյուգոն Գերտե։
Ուրեմն ներման լավագույն մեկնություններից մեկը դա է։ Որտեղ ներողը ուժեղն է, թույլը չի, թույլի ներելն է իմաստ չունի։ Հա, եթե ինքը կարող է ցույց տալ, որ հիմա պատժի թույլի ներող, չի պատժում, տեսեք քրիստոնեության մեջ երկու այսպես ասած մարդու առաքինությունների նկարագրություն կա, մեկը խոնարհությունն է, մեկը հեզությունը, չէ՞։ Մեր Սուրբ հայրերը երբեմն նայսան նույնասրել են իրար։ Օրինակ առաջին երանին եւ երրորդ երանին, չէ՞, մեկը հոգով աղքատներին է վերաբերում, որը Սուրբ հայրերը համարում են խոնարհությունը, հենց երրորդը հեզությունը։ Բայց սրանց մեջ նույն տարբերություն կա, այո, որը հեզության մեջ խոնարհություն կա, բայց հեզ այն մարդն է, ով պատժելու ուժ գործադրում հնարավորություն ունի, բայց ինքնական հրաժարվում է դրանից։ Այդ է հեզությունը, մենք հակառակը գիտենք։ Մենք հեզություն ասելով գիտենք վիզը ծուր, այդ ճիշտ հակառակը, որ դու կարող ես ուրեմն քո պատժիչ էներգիայով, քո ուժով, քո զորությամբ կործանում առաջացնել տվյալ մարդու կյանքում, բայց չես անում։ Հիսուս ինքը դրա մասին ասում է, ես չեմ կարող սրանց պատժել կամ։ Դրա համար Հիսուսն նաև կոչվում էր հեզ եւ խոնարհ, նույնը չի սա։ Այն հարց ուղարկեմ այնտեղ։ Հաջորդը դուք։ Հա։ Դա մաքուր էգոիզմ է, ես խոսքից մեջ նշեցի ուղղակի բացի կանցա, ես այս թեմայով շատ կարող եմ ավելի լայն համատեքստում խոսել, ուղղակի չեմ ուզում հանդիպումը վերածել այդ թեմայի։ Բոլոր նրանք, ովքեր խոսում են հայրենասիրությունից, բոլոր նրանք, ովքեր խոսում են, չգիտեմ, Արցախից, մեր հողերից, մեր ազգից, մեր ճակատագրից, մեր պետությունից, լավ, եւ իրենց պահում են այդ կեցվածքով։ Նույնն է, ոնց որ գիտեք, ասեմ ինչի հետ կհամատեի, ես չգիտեմ իրականում այդ միտքը իրենն է, բայց այսպեսի միտք կա, ասում Բիսմարկն ասում էր, ես այնքան եմ սիրում իմ հայրենիքը, որ պատրաստ եմ հայրենիքի փրկության համար զոհաբերել ձեր կյանքը։ Հասկանու՞մ։ Հիմա մեր հասարակության մեջ կան բազմազավակներ եւ մեր հասարակության մեջ կան ընդհանրապես երեխա չունեցողներ կամ մեկ երեխա ունեցողներ։ Ես տեսեք չեմ ճանաչում որևիցե մեկին, ես պատկերն եմ ասում։ Մանավանդ երբ որ կա պատերազմական իրավիճակ, իսկ խաղաղություններ պատերազմը գին ունեն։ Մենք ում միջոցով ենք ուզում այդ գինը վճարել։ Ում շատ երեխեք ունեցողների։ Տեսեք արևմտյան աշխարհում ինչ որ իմաստով փորձել են սոցիալական արդարություն հաստատել։ Ովքեր երեխեք չունեն կամ ամուսնացած չեն, ծանրագույն հարկեր են վճարում դրա համար։ Խորհրդային շրջանում էլ անզավակության հարկ կա, թե պետք է ասեմ շատ մեծ բան չէր։ Սա զուտ ես խոսում եմ հանրային արդարության տեսանկյունից։ Հիմա մեկը կարող է ասել, իմ կյանքն է ինչ կուզեմ կանեմ, չէ, քո կյանքը չի, դու հանրության մեջ ես ապրում։ Այդ հանրության մեջ ապրելը ունի X արժեք, որի գումարը վճարում ենք մենք բոլորս։ Մենք աշխարհ չենք եկել սպառելու համար։ Մենք աշխարհ եկել ենք ներդրում անելու համար։ Եվ սերնդագործության ամբողջ իմաստը այն է, որ եկող սերունդը պիտի գերազանցի նախորդ սերունդներին։ Բոլոր առումներով։ Հիմա եթե մեկը իր աստվածատուր կարողությունը չի օգտագործում, մանավանդ մեկ կամ երկու երեխայով է բավարարում։ Ես հիմա ավելի ձեզ նույն էգոիստական պատճառաբանություն բերեմ, հենց այդ կարգի մարդկանց։ Այս պատերազմից վերջի դրանից հետո մեր ուղարկավորություններին, որ մենք մասնակցում էինք, պատկերը հիմնականում այսպիսին էր։ Կամ մեկը զավակում էին, այն են այդ զոհվածներ, կամ ունեին մեկ տղա, մեկ աղջիկ է տղան զոհվածներ, կամ կարող շատ մեկ աղբեր են ունենար։ Լավ, մեծ մասը այդպիսին էր պատկերը։ Հիմա
Երբ որ մարդիկ ամուսնանում են եւ մեկ կամ երկու զավակ են բերում, իրենք հավերժ չեն ապրելու։ Մի օր աշխարհին հրաժեշտ են տալու եւ այս աշխարհում մնալու են այդ զավակները, ճիշտ է։ Իսկ այս աշխարհում այս դավաների, այս վտանգավոր աշխարհում շարժի մենակ ձգել 1-2 հոգու, մանավանդ որ դրանցից մեկը չգիտես 1000-ի ողբերգություն կա այսօր, ինչ կլինի։ Հենց նույն էգոիստական տեսանկյունից մտածելով եմ ասում։ Չէ, կան այսպիսի մտայնություններ, որ երկու զավակ ունենամ լավ պահել։ Դա լավ պահել չի։ Հետո է դա երևում, որ լավ պահել չէ։ Երբ որ մեկը զավակներից կորչում է եւ ծնողներն էլ այս աշխարհին հրաժեշտ են տալի, այն մյուսը մենակ է մնում։ Գնացեք հարցրեք, ուզեիր ծակ շորեր հագնեիր, բայց մի 5 եղբայր ու քույր ունենայիր, ինքը կպատասխանի։ Մենք ուղղակի մտածում ենք շատ կարճ եւ մտածում ենք այսօրվա մասին։ Դրա համար մեր հայրերը, ներողություն, մեր մայրերը շատ ավելի խոնար էին ժամանակին, քանի այո, արժանապատվը քանդվում է, տեղը չի ստեղծում նոր արժանապատվ, դրա համար այս վիճակի մեջ ենք մենք։ Իսկ արժանապատվը չենք քանդում, դա գլոբալ նաև երևույթ է, թեպետ մուսուլմանական երկրներին ոնց որ շատ չի վերաբերում։ Մարդը ապրում է Ֆրանսիայում, Փարիզում, բայց 7-8-9 երեխա է բերում։ Այդ արաբ կինը չի տեսնում Էյֆելյան աշտարակը, չի տեսնում Փարիզի մյուս հաճույքի տեղերը, տեսնում է, չէ՞։ Բայց ինքը իր ճանապարհը ունի, իր գիտակցությունը ունի։ Հիմա կարող է շատերն ասեն, իր գիտակցությունը ցածր է։ Եթե ցածր է, ուրեմն ցածրերն են վերապրելու։ Եթե այդպես է, պատկերը դա է ցույց տալու։ Եթե մեր գիտակցությունը այնքան բարձր է, որ մենք պատրաստ ենք էգոիստի անհատապաշտության կյանք ապրելու եւ վերանալու, նշանակում է, որ ապագան ցածր գիտակցություն ունեցող ազգերի։ Եթե գոհ եք դրանից, եւ որևիցե մեկը թող չմտածի մյուսի մասին, թող ինքը իր տեղը պատասխան տա, բայց արդար չի։ Ես եւ ասեմ, Աստված էլ է նայում եւ միջամտում շատ հաճախ ու մեզ նաեւ ցույց է տալի դրան։ Ես գիտեք ինչքան ընտանիքներ գիտեմ, որ մի սերի երեխեք ունեն ուղղակի 5, 6, 7։ Սա Աստծո միջամտությունն է, որտեւ ես վստահ եմ, սերը փոխեց էլ չի բերելու։ Եվ ուզում եք, որ մենք օրհնված լինենք, չենք լինելու։ Այն ազգերն են օրհնված, որ կյանք են արտադրում, կյանք են տալիս։ Կյանք տալն է միայն կյանքով օրհնված եւ կյանքով լեցուն։ Այդ ազգերն են միայն այդպեսին։ Չենք կարող մենք օրհնված լինել, եթե շարունակում ենք այդ մտայնությունը ունենալ։ Վայելեմ մարցակուտը, ինչ գիտեմ, ինչ է վայելում։ Իրականում չեն վայելում։ Ուրեմն ինձ մոտ մի երիտասարդներ եկել, այսինքն մի երիտասարդ չէ, մի խումբ երիտասարդներ էին, եւ բողոքում էին տղաներից, աղջիկներ էին բողոքում են տղաներից։ Ասում են տղաները անպատասխանատու են, այդ զերոքագործած բառներ հենց օգտագործում են։ Ասում են չի դասը չեն վախենում են ընտանիք կազմելուց եւ այլն։ Ես իրենց հարցրեցի, դուք գոհ եք այսօրվա կանանց վիճակից, այս ազատագրված բան։ Ասի դե դուք գոհ եք ազատագրվել եք, այդ տղամարդիկ էլ են ազատագրվել, իրանք էլ իրենց պատասխանատվությունից են ազատագրել։ Շատ հայ է, մեկը մյուսի հետ կապված է, դա չի կարող, էլի։ Այս կտրվածքով ես խորհուրդ կտամ կարդալ Կազանձակիս Հույն Զորբա գիրքը։ Դա չեմ զորացնում։ Այդտեղ շատ հետաքրքիր դրվագ կա, թե ինչ է նշանակում հինը քանդել, նորը չկառուցել եւ արդյունքում ինչ ողբերգություն կարող է լինել։ Ավարտեք ես հա, շատ խոսել են լավ չի։ Ու ով պետք է հարց տար, կարճ էլի, վերջի հարց տար եւ այստեղ ով կար։ Վերջին հարցը։ Դուք հայտարարել
Առաջինը Սոնա ջան, առաջինը մի ճշմարտություն պիտի ընդունես, որ դու թրվիչը չես։ Երկրորդը Հիսուս ինքը դրա օրինակը տվել է։ Սերնացանի օրինակով ինքը սերմերը բաժանեց 4 դաշտերի, ընդամենը 1/4-ը ծառացած։ Մի ները։ Այդ մարդիկ հետո կգան։ Երբ որ սոված կլինեն հոգևոր առումով, իրենք իրենց քայլերը կգցում, ուղղորդեն դեպի եկեղեցի։ Ուղղակի գիտեք ինչի վրա եմ ցավում ես։ Այս արեք օգտագործեմ հարցը մի ակնարկ անելու հանրային եւ պետական մակարդակում։ Ժամանակին որոշ մտավոր դաշտի գործիչներ կային, որոնք պախարակում էին եկեղեցու պահպանողականությունը եւ ջատագովում էին լիբերալ արժեքները։ Այդ իրենց գործունեության այդ շրջանում իրենք ավերեցին ձեր նման շատ երիտասարդների հոգու հոգիների մուտքերը։ Այսօր փոշմանել են։ Նրանցից մեկը քաղցկեղով հիվանդ է, արդեն ապաշխարության եկեղեցի քարանը զարմանում ես, ուղղակի լսում մարդը չէ։ Գալիս է ցավոք սրտի, իրենք համար են գալիս, իրենք կարող են օգտվել այդ դարձից, բայց իմ հասարակությունն ու համայնքը արդեն ավերված է։ Եվ դրա հետևանքն է, մենք բոլորս ենք շագերտների մեջ վայելում, որտեղ այդ ցանած սերմերը, երբ որ պտուղ են տալիս վատ իմաստով, հետո բոլորս ենք, երբ որ մեկը թույն է արտանետում օդի մեջ, միայն ինքը չի մնացում, բոլորը մնացնում են։ Գալու է, դե խնդիր չկա։ Ուղղակի մենք պիտի աղոթենք, թողնենք մեր հնարավոր վկայություն տալ։ Սոնա ջան, քո վկայությունը դուր ազատ եղեք, մի նեղվեք դրա մեջ։ Մայր Թերեզան չգիտե դեպքի սիրով իր գործ նրանում, չէ, նեղվում ասում քանի օգու բերեմ։ Թող չգան։ Թող չգան։ Դա քո գործը չի, ոչ էլ իմ գործն է, ես հոգևորական եմ, բայց ես գիտեմ, որ ես իմ գործը չեմ անում։ Աստծո գործն է, ինքը գիտի։ Ֆիլմ կա մի իտալական, հոշում է դուրս եկեք արևի լույսի տակ, որ այսպիսի մաֆիայի հայրենիք Սիցիլիայի հետ կապված է, քահանայի մասն է, 1993 թվականին մի քահանա սպանվում Պալերմոյում, դրա հիման վրա գործած բանարած նկարած ֆիլմ է։ Այդ քահանային որ սրբադասել։ Այդ ֆիլմի մեջ մի հատ հատված կա, քահանան գնում է եկեղեցի, մաֆիան ունենց արել, դե չի կարողացել քահանային իրենով անել, քահանան զբաղվում է երեխեքով, փորձում է երեխեքին փողոցներից հավաքել, որ սրանց համար ձերի աշխատուժ չօգտագործում են, դասավանդեր, հոգևոր իրականության բերել, ֆուտբոլ է խաղում հետները եւ այլն, այնպես են անում, որ եկեղեցին մարդ չի գալիս։ Երբ որ ինքը գնում է պատարակ մատուցելու, դու թեքվում է խաղաղություն տանը, տեսնում մարդ չկա։ Եվ ինքը դիմում է Աստծուն, ասում է ես հնարավորինս իմ ուժերը կներդնեմ ուրեմն հոգևոր դաշտի զարգացման վրա Աստծո խոսքը տարածում, բայց այս աթոռները լցնողը դու ես։ Լա, Աստծուն ասում։ Ես կարծում եմ, որ մենք մեր սերմը նետենք մեր կյանքով եւ մեր օրինակով, անջեսնողը Պողոս Արաքյալի խոսքով ասած մենք չի։ Դա իներն քո գործը։ Այլ խնդիրը որ կարելի արդյունավետությունը բարձրացնել։ Այո, ես էլ պատրանքներ չունեմ, ամեն լայք բնող չի, որ հավատացյալ։ Ասում եմ, հավատացյալ դառնում են ճգնաժամը հաղթահարելուց։ Մնացած դեպքերում հավատքը դեռ արմատ չունի։ Երբ որ ճգնաժամը կհաղթահարեն, հավատքի ուժով, այդ ժամանակ արդեն կհասկանան, որ իրենք Աստծուն գտել են։ Մնացած դեպքերում մեր գտած Աստված մեծավ մասամբ մեր կերտած կուռքն է, որը մեզ չի օգնում դժվար պահին, դրա համար մենք թողնում գնում ենք այլ ապավինություն որոնելու։ Ես այս համասի շատ եմ խոսել, այստեղ կարող եմ ուղղակի ամփոփիչ ասել, հավատալ չի նշանակում միայն Աստծու գոյությունը ընդունել։ Դրանով հանդերձ նշանակում է նախ եւ առաջ ապավինել Աստծուն որևիցե իրավիճակ, եւ երրորդը հավատարիմ լինել Աստծուն։
Այս 3 կոմպոնենտն է, որ տալիս է թե ինչ է նշանակում հավատալ։ Մենք պատահակի ժամանակ հավատամք ենք ասում, չէ՞։ Ու մենք չենք ասում, որ Աստված գոյություն ունի։ Մենք ասում ենք Աստված գոյություն ունի եւ ես ապավինում եմ քեզ։ Մենք սատանային չենք ասում հավատամքի սատանա։ Գիտենք չէ՞ որ կա։ Բայց չենք ասում հավատանք, որտեղ հավատալ չի նշանակում գոյությունը փաստ է։ Սատանայի համար ասում ենք հրաժարինք։ Գա՞, այնպես որ հավատալը Աստծո գոյության ապացույցը ընդունելը դեռ չի, ապացույցը չի դեռ։ Հավատալ նշանակում է ապավինել։ Իտալացիները նշանվածներին անվանում են ֆիդանցադի, որ հիմքում հավատ բառ։ Այսինքն նրանք ովքեր նշանված են եւ պիտի ամուսնանան, ընտանիք կազմեն, իրենց պատկերացման մեջ այդ ամբողջ հարաբերությունը այդ հավատի վրա է։ Ինչը նշանակում է, նշանակում է, որ ես ապավինում վստահում եմ քեզ եւ հավատարիմ եմ քեզ։ Եվ ճիշտ է մյուս կողմից ապավինում եմ քեզ եւ հավատարիմ եմ քեզ։ Այ հավատի տարողությունը սա է։ Լավ, ինչ հայտարարություն ունի կարող։ Սիրելի քույրերի եղբայրներ, պիտի խնդրեմ այսօրի փակելուց հետո մի բան մնաք, որպեսզի կարողանանք տվյալները գրանցել, որ մեր ֆոնդը ավելի համակարգված լինի եւ հետագա աշխատանքների մասին ձեզ տեղեկ պայքարենք։ Ու Հրազդանից եք։ Բոլորին։ Այն կարգացը։ Հետո ես էլ եմ Հրազդանից։ Չէ, դրանք պաստահային։ Ես իրանքին դրանց եմ։ Համայնքները կազմակերպեք, իդեպ իմ կողմից մի խնդրանք խորհուրդ, ով որ համայնքում կա, այդ եկեղեցիները զարգացրու։ Լավ, մեր եկեղեցու կառույցը արդեն այդպիսին է։ Եթե մենք Երևանից գանք Էջմիածնից գնանք Ալավերդի, այդպես կխառնենք լրիվ իրար։ Հա, կարող ենք տարբեր տեղերի ուխտի գնալ, միշտ չի որ մեր եկեղեցին պիտի գնանք։ Բայց հիշեք, որ դուք ունեք քահանա, որը ձեր օգնության կարիք ունի համայնքը զարգացնելու համար, այսինքն ձեր համայնքը ձեր կարիք ունի։ Լավ, սա նկատի ունեցեք։ Եթե խնդիրներ կան, դա արդեն ուրիշ է, եթե խնդիր կա, ուրեմն այդ համայնքը չել, երբևիցե չել շտկել։ Գնաք այդ խնդիրները լուծեք եւ փորձեք ձեր վկայության նախ եւ առաջ ձեր համայնքները զարգացնել։ Դրանից հետո արդեն միջհամայնքային միջոցառումներ կարող եք կազմակերպել, հավաքվել։ Լավ։ Հաջողություն ձեզ, Աստված օգնի։